Ազգային ժողովի աշխատանքների 5-րդ օրը շարունակվեց խորհրդարանի ղեկավար կազմի ընտրության հարցի քննարկումը։ Երրորդ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությանն է։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Խմբակցության քարտուղարի բնութագրմամբ քաղբանտարկյալների ազատության համար պայքար մղած փաստաբան։ Իսկ արդյոք թեկնածուն հանդիսանում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, հետաքրքրում էր Արման Եղոյանին։ Այո, պարոն Արամ Պողոսի Վարդևանյանը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրած Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ է։ Ասացիք, որ 2021 թվականին Հայաստան դաշինքի կազմում է ընտրվել падգամավոր, հիմա բնականաբար Ուժեղ Հայաստան դաշինքի, իսկ նախկինում մասնակցել է պարոն Վարդևանյանը ընտրություններին որևէ փուլում, եղել է որևէ նախընտրական ցուցակում։ Ինչպես պարոն Հայկ Կոնջորյանը, որ 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, պարոն Վարդևանյանը ևս եղել է։ Խմբակցության քարտուղարին ուղղված մյուս հարցերը Էդգար Ղազարյանի մասին էին, որի ականի վրա հայ սակրավորների պայթելու վերաբերյալ մաղթանքը մի քանի օր է քննարկման թեմա է դարձել ազգային ժողովում։ Խմբակցությունը դատապարտում է նման հայտարարությունը եւ Ղազարյանին ցուցակում ընդգրկելիս արդյոք հաշվի առել է նրա այս մոտեցումները, հարցնում էին կառավարող ուժի падգամավորները։ Ինձ համար, որպես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ համոզված եմ մեր խմբակցության, մեր կուսակցության, մեր դաշինքի անդամ բոլոր քաղաքացիների համար մարդու կյանքը բացարձակ արժեք է։ Պարոն Էդգար Ղազարյանը ասել է, որ իր հայտարարությունը կոնտեքստից կտրված է։ Այս հայտարարությունը շատ հստակ եւ սպառիչ է եւ առնվազն մեր եւ հանրության ակնկալիքն է, որ գոնե Էդգար Ղազարյանը կամ առավել կարև լավ կլիներ ձեր խմբակցությունը ներողություն խնդրեր բոլոր զոհված սակրավորների հարազատներից նման հայտարարության համար։ Արդյոք դուք հորդորել եք ներողություն խնդրել։ Ղազարյանի կամ խմբակցության փոխարեն ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուն պատրաստ էր ներողություն խնդրելու, բայց մինչև այդ նա ներկայացրեց, թե ինչու է որոշել թողնել փաստաբանական գործունեությունն ու վերադառնալ քաղաքական դաշտ։ Իմ երազանքը չի եղել լինել ազգային ժողովի падգամավոր կամ ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Ինչի համար ենք ստանձնում այս պատասխանատվությունը, որովհետև մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Իսկ արդյոք աշխատավարձը կամ պարգևավճարները կստանա, հետաքրքրվեց Սիսակ Գաբրիելյանը։ Մեր խմբակցության ղեկավարը իր դիրքորոշումը հայտնել։ Խմբակցության տեսանկյունից էլ է դիրքորոշումը հայտնել։ Աշխատավարձի վարձատրության տեսանկյունից մենք ունենք բացառություն իդեմս պարոն Կարապետյանին։ Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում։ Անձնապես, անհատապես որևէ падգամավոր պարգևավճար, եթե նույնիսկ ձևական առումով ստանալու է, այն բացառապես ուղղվելու է բարեգործության։ Ինչպես է թեկնածուն գնահատում 1998-ից մինչև 2000-ականների վերջ Հայաստանում տիրող իրավիճակը իրավունքի գերակայության տեսանկյունից։ Օրինակ հոկտեմբերի 27-ը համարում է նորանկախ պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Նշված դեպքերով անմեղության կանխավարկած հաղթահարված իրավիճակ ունենք, որտեղ կան մեղադրական դատավճիռներ, ողբերգություն է։ Նույնիսկ ասեմ, ողբերգություն բառն էլ բավարար ինտենսիվ չի հնչում։ Հայաստանի Հանրապետության Ես ենթադրում եմ երևի թե հարցադրման կոնտեքստը ժամանակահատվածը այնպես ընտրվեց, որ հենց պետք է լիներ երկրորդ նախագահի ժամանակահատվածում, եկեք պատասխանեմ ավելի ազնիվ ու անկեղծ։ Ես գտնում եմ իրավունքի հետ կապված հիմնարար խնդիրներ եղել են առաջին նախագահի պաշտոնավարման, երկրորդ նախագահի պաշտոնավարման, երրորդ նախագահի պաշտոնավարման, ձեր պաշտոնավարման, այսինքն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, եթե ձեզ թվում է այդտեղ դժվարություն կա դա ասելու, բնավ։ Ինչպես երեք այսօր էլ Արթուր Հովհաննիսյանը փորձեց ընդդիմությունից ճշտել, որքան է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանը։ Կառավարող ուժի падգամավորներին հետաքրքրում էր, որն է դրա վերաբերյալ ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուի դիրքորոշումը, որը հայտարարել է, որ ակտիվ է լինելու նաև խորհրդարանական դիվանագիտության մեջ։ Այստեղ անկյունակարային է ձեր այս հարցի պատասխանը, որովհետև սա պետքա ցույց տա, թե որն է ձեր շահերի կենտրոնը եւ դուք որպես
ազգային ժողովի նախագահի տեղակալ, ինչպես եք օգտագործելու ձեր դիրքը, ինչպես եք սպասարկելու Հայաստանի Հանրապետության շահերը, սպասարկելու եք թե ոչ այս տրամաբանության մեջ։ Ես հիշում եմ, որ ներկայացվում էր 29800 թիվը։ Շատ լավ եմ դա հիշում։ Կարծես նույնիսկ մոտ կես տարի այդ թիվը հստակ նշվում էր։ Հետո դարձավ 29743 այդ թիվը։ Իդեպ տրանսֆորմացիան, թե ոնց դառավ 29800-ից 29743, դա չեմ գտել։ Բայց անկեղծորեն ինձ մոտ այդ հարցը առաջանում է։ Ոնց ստացվեց։ Ես այնպես չի, որ ինքս տիրապետում եմ բոլոր այն քարտեզներին, ելակետերին, որոնցով պետք է կատեգորիկ դատողություն անեմ։ Բայց դուք երբ նշվածը որպես իշխանություն պատասխանատվությունը կրելով դա հնչացնում եք, դուք դրա գետնի վրա լրիվ պատկերը ունեք։ 3 րոպեա չեք կարողանում ասել, քանի քառակուսի կիլոմետրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները, ու լմիատել հավակնում եք ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Ինչու այս հարցը հայտնվեց օրակարգում, ասեմ ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում հայտնվեցին ուժեր, որոնք հայտնվեցին նաև խորհրդարանում, իդեմս ձեզ օրինակ, նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք սկսեցին կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների գոյությունը առհասարակ եւ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները։ Դուք մի կողմից մերժում եք այդ քարտեզը չեք վերցնում, մյուս կողմից եկել եք, փորձում եք առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ, նստել այդ ամբիոնում, որտեղ ուղիղ ձեր գլխավերևում տիպիկ նույն քարտեզը մի փոքր ուրիշ մասշտաբներով փակցված է։ Հիմա խնդրում եմ պատասխանել, որն է ձեր խմբակցության խնդիրը Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ։ Այն քարտեզը, որը ուզում էին երեք Նարեկ Կարապետյանին փոխանցեին, դա ձեր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում օգտագործվող քարտեզն է։ Հիմա ես էլ մի հարց հնչեցնեմ։ Դուք ինչ խնդիր ունեք Հայաստանի քարտեզի հետ, որ դա օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով։ Քարտեզը քարոզչական հնարք է։ Քարտեզը մեր պարծանքն է։ Եթե դուք ակնարկում եք այն, թե այս քարտեզի կողքը արդյոք լինելու էր Լեռնային Ղարաբաղ, թե ոչ, միանշանակ չէր լինելու, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք Հայաստանի Հանրապետության մաս չի կազմել։ Դուք երևի մոռացել եք, բայց այն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ որ աշխատել եք նրա վարչապետի օգնական, անգամ Սերժ Սարգսյանն էր արգելել, ընդ որում հրապարակայնորեն, որ փորձեն Լեռնային Ղարաբաղը կապեն Հայաստանի Հանրապետության հետ, որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մի մաս։ Հայաստանի Հանրապետության քարտեզը չի կարող լինել որևէ կուսակցության սեփականությունը, դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Ճիշտ է, շատ պերճախոս եք, բայց լավ նկատեցիք, դա մեր պարծանք։ Ու այդ պարծանքից ես առնվազն, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ոնց կարելի էր հրաժարվել։ Արդյոք ներկայ ընդդիմությունը կհրաժարվեր իշխանության վարած քաղաքականությունից, եթե ստանար մեծամասնություն, հարցրեց Մարիամ Պողոսյանը, ընդգծելով սահմանազատման խաղաղության գործընթացները։ Վարդավանյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի կարևորությունը։ Խաղաղության օրակարգը համարում ենք առաջնային։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը համարում ենք առաջնային։ Մեկը մյուսով չչեզոքացնելով։ Տարածքային նկրտումներ առաջ չենք քաշում։ Բայց միաժամանակ, երբ առաջարկում ենք Հակա Սաֆարովյան օրենքի նախագիծը, դրանով ուզում ենք մեր հայրենակիցների, ընդհուպ մինչև մեր կենսակերպի սպառնալիքների չեզոքացում ունենանք, որը ի հաշիվ խաղաղության չէ։ Արամ Վարդավանյանը չհրաժարվեց նաև Էդգար Ղազարյանի հայտարարությունների համար պատասխանատվությունից, ավելին պատրաստակամություն հայտնեց ներողություն խնդրել նրա արտահայտությունների համար։ Եթե կրկին խոսքը վերաբերում է մեր զինծառայողներին, եթե որևէ մեկի նկատմամբ նշվածը ընկալվել է այնպես, ինչպես դուք եք փորձում ներկայացնել, ես սա հատուկ եմ ուզում ընդգծել, եթե դուք եք ուզում այդպես ներկայացնել կամ դուք հանում են, որևէ մեկն է այդպես ընկալում, որևէ մեկը, ես նշվածի համար ներողություն խնդրում եմ, Քավլիցի, անկեղծ, ես ընդհանրապես հանդիսանում եմ այն մարդկանցից մեկը, եւ իմ գործընկերներն են այդպես, որ մենք իրականում քաղաքական խոսքի մշակույթի փոփոխություն ունենք։
հայ սակրավորների վերաբերյալ այն ձևակերպումը, որը այս դահլիճից հրապարակվել է, ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Ղազարյան Էդգարի կողմից ասված Ընդդիմության հարցերի կիզակետում Հայաստան խմբակցությունից падգամավոր ընտրված Արթուր Սարգսյանն էր, որն այժմ գտնվում է անազատության մեջ։ Հայաստան խմբակցությունը փաստաբան տեխնացուից փորձում էր պարզաբանում ստանալ, թե որքանով է օրինական 8-րդ գումարման ազգային ժողովի համաձայնությամբ անձեռն մխելիությունից զրկված падգամավորին նաև այս խորհրդարանի գործունեության ընթացքում պահել անազատության մեջ։ Մեծամասնության падգամավորները հիշեցրին փողոցային անկարգություններ հրահրելուն ուղղված նրա մասնակցությամբ ձայնագրությունները։ Դատարանը ոնց չթողեց, որ Արթուր Սարգսյանը մեզ հետ միասին մասնակցի ազգային ժողովի նիստերի։ Դատարանի իբրև պատճառաբանումը եղել է այն, թե իբր Արթուր Սարգսյանը ինչպես եղել է 8-րդ գումարման падգամավոր, այդպես էլ 9-րդ գումարման падգամավոր է, հետևաբար վերջինիս ազատ արձակելու անհրաժեշտություն առկա չէ։ Լավ, սա քաղաքական հետապնդում չի, որ ստացվում է անիմաստ տեղը, առանց որևէ անհրաժեշտության մարդուն կալանավորում են։ Ասում եք ձեր գործընկերների բնորոշմամբ քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի ձայնագրությունը, որում հիշեցնեմ վերջինս ասում էր, որ իրենք ձեռք են բերել աստղիկներ, որ այդ աստղիկները ոչ թե ծակում են մեքենայի ակը, այլ ճղում են մեքենայի ակը, որ այդ աստղիկները պետք է շախտան Երևանի փողոցներում։ Կոնկրետ պլանավորման մասին էր խոսքը, որ կոնտեքստում է ասվել, որից որ կտրված այդպես նենգաբար ներկայացվել է հանրությանը, որ կոնտեքստում է ասվել։ Իսկ օրինակ, դուք բոլորդ համոզված եք, որ նշված ձայնագրությունը օբյեկտիվ իրականության մեջ հենց այդպես է տեղի ունեցել։ Ինչպես կմեկնաբանեիք, դիցուք, եթե Նայիրի Հունանյանը չկարողանար հասնել ազգային ժողովի դահլիճ եւ չիրականացնել այդ ոճրագործությունը իրավապահ մարմինների կողմից գաղտնալսման արդյունքում կալանավորված լիներ հենց իր բնակարանում։ Այդ հանցագործի վերաբերյալ իրավապահ մարմինները, եթե ունեցել են ձայնագրությունը նախքան հոկտեմբերի 27-ը եւ բավարար փութաջանություն չեն ցուցաբերել, դա անփութություն է։ Եթե դրան զուգահեռ նաեւ կլիներ օրինակ ոչ պատշաճ վարքագծի տվյալ, կալանքը պետք է որպես խափանման միջոց ներկայացվեր դատարան, դատարաններն էլ կարող էին այն հաստատել։ Բայց եթե ոչ պատշաճ վարքագծի ռիսկերը չկան, բայց մարդուն տանում ես կալանքի, նույնիսկ աշխարհի ամենավատ մարդուն դու խաթարում ես ամբողջ խափանման միջոցի ինստիտուտի էությունը, ընդհուպ մինչև դարձնելով process-ը քաղաքական։ 2018 թվականի ապրիլին, երբ Վարդևանյանը իշխող թիմի անդամ էր, կալանավորվեց Սասուն Միքայելյանը, հիշեցրեց Ռուբինյանը։ Հետաքրքրվեց, թե ինչու այդ ժամանակ վարչապետի ավագ խորհրդական Վարդևանյանը չմիջամտեց։ Դուք որպես լծակ ունեցող այդ օրը, երբ որ տեսակ Սասուն Միքայելյանը, քայլում է իր համար, ուղղակի բռնեցին, ձերբակալեցին։ Ինչ արեցիք, օրինակ գնացիք, բացեցիք Կարեն Կարապետյանի դուռը եւ ասեցիք, պարոն վարչապետ, այն ձեզ հատուկ են, դրամատիկ ձայնով, ասեցիք, պարոն վարչապետ, այսինչ անարդարություն է, ինչու եք Սասուն Միքայելյանին դարձնում քաղբանտարկյալ։ Իմ գործողությունները այդ ժամանակահատվածում թույլ տվեք մի այլ պատե առիթով կներկայացնեմ։ Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես է կարելի 3 րոպե խոսալ եւ ոչինչ չասել։ Սասուն Միքայելյանի ձերբակալման ժամկետը 72 ժամ էլ չի տևել, կալանքի միջնորդություն էլ դատախազը մուտքագրած լինելով ազգային ժողով հետ է վերցրել նշված միջնորդությունը։ Իսկ դու փաստաբանները պիտի սովորեն ձեզնից, քաղաքական գործիչները սովորեն չլինել ձեզպես։ Ելույթների ժամանակ կառավարող ուժի падգամավորները արձանագրեցին Արամ Վարդևանյանը ազգային ժողովի ամբիոնի մոտ փաստաբանի պահվածք դրսևորեց։ Կոչ արեցին խորհրդարանում իրեն պահել որպես ազգային ժողովի падգամավոր, իսկ ընտրության հարցի քննարկումը կշարունակվի նաև հաջորդ նիստին։ Նրա թեկնածության մասին կարծիք հայտնելու համար գրանցվել է 59 падգամավոր։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։